Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ 3 օր առաջ այստեղ բազմամարդ էր, հավաքվել էիք պահանջով, հետո որոշեցիք դիմել խմբակցություններին։ Ինչ պատասխաններ ունեք։ Հիմա սկսեմ ավելի մի քիչ վաղուց, նախ այս 3 օրը, որ սկսեցինք ինչ-որ գործողություններ, սա ամեն ինչը սկսել է շատ ավելի վաղուց։ Դեկտեմբերի 25-ին մենք արդեն 2 ՀԿ-ներով դիմում ենք ներկայացել քննիչ ազատժողովին ուտերը հրապարակելու պահանջով։ Ստացել ենք մերժում, որից հետո արդեն կոչով դիմել եմ, խնդրանքով դիմել եմ բոլոր այն մարդկանց, անկախ իրենց քաղաքական ինչ-որ ուղղվածությունից, անկախ իրենց բոլորին, ովքեր որ այս պահանջին միանում են, սա կրկնում եմ քաղաքական պահանջ չի, սա արդարության եւ ճշմարտության պահանջն է, որը որ կարծում եմ մեր երկրում բոլորն էլ ուզում են իմանալ։ Այդ կոչով դիմել եմ մարդկանց բոլորին, ովքեր որ արձագանքել են, արդեն այդ մարդկանցից տեսնում եք մարդիկ կան, որ իմ կողքս են, իմ հետ են, մարդիկ սրտացավ ձևով կիսել են այդ ամեն ինչը, եկել են առանց ինչ-որ հետին մտքերի, առանց ինչ-որ բաներին կանգնել են։ Այս ինչ եմ անպայման շեշտում, ինչ եմ ասում, քանի որ այսօր արդեն լրատվական միջոցներով կամ տարբեր համացանցի միջոցներով ազգային ժողովի խոսնակ Ալեն Սիմոնյանը փորձում է սա տանի այլ դաշտ, որ սա ուղղորդված է, ինչ-որ ես իմ ում կողմից, ուրեմն ես ձեզ հավաստիացնում եմ 100%-անոց ու կասեմ, որ մեզ ոչ մեկ չի ուղղորդում, ոչ մեկի կողմից մենք չենք էթում, մենք սաղաս եկել ենք մի պայմանի համար, մի պահանջով, որ այդ ամեն ինչը պետք է հանրայնացվի։ Եթե կլինեն, նորից եմ ասում, քաղաքական ուժեր, սա ես մի քանի տարի առաջ ասել եմ, կկրկնեմ, չեմ զլանա, կկրկնեմ։ Ես միշտ խնդրել եմ մարդկանց, որ մարդիկ գան մեզ միանան զուտ որպես մարդ, մաքուր, ազնիվ նպատակներով։ Եթե կան քաղաքական ուժեր, ովքեր նպատակներ ունեն, այս ծնողների վիշտը, ցավը, դարդը, այս պահանջը օգտագործեն իրանց քաղաքական դիվիդենտներ շահելու համար, ես իմ անունից ասում եմ, քանի որ այս ամեն ինչը ասենց կոպիտ ասած թող իմ ընկերները ինձնից չնեղանան, բայց ես եմ սկսել ծնողների հետ միասին, անհետ կորած ծնողների հետ միասին, ու ես էլ հիմա ինձ իրավունք եմ վերապահում, ասեմ, ով մտածում է գալու աստե քաղաքական դիվիդենտներ շահի, հիմիկվանից ասում եմ, իմ կողքը տեղ չունի։ Էդի որ միանգամից այդ տարբեր խոսույթները, էսի սենց, էնինենց, էսի ծախված, էսի սենց, այդ դրանք միանգամից վերացնում ենք։ Չկա, ով կգա, նորից եմ ասում, բարով գա։ Եթե հիմա այս պահի դրությամբ քաղաքացիական պայմանագիր կուսակցության պատգամավորել կգա, կասի, ես ձեր պահանջին միանում եմ ու իմ հնարավոր բոլոր լծակները կօգտագործեմ, որ ճշմարտությունը բացահայտվի, ռադիբոգը արի կայնի պահանջի, որովհետև մեր խնդիրը այս պահի դրությամբ նորից ասեմ, որ դա այս դավաճանների լույս աշխարհ բերելն է, այս դավաճաններին ջրի երես հանելն է, քանի որ այսօր մենք գտնվում ենք այնպես մի հատ վիճակում, որ առավել ևս որ մեզի ամեն օր սպառնում են պատերազմներով, եթե հանգարց ինչ չընտրեք պատերազմ կլինի եւ լավ ասենք sense պատկերացնենք մարդը սնենց է լավ չընտրվավ օրինակ արդար ընտրությունները լավ չընտրվավ ինչ պետք է պատերազմ լինի հա դուսակալի տենց հա դուս ուրեմն եթե տենց տարբերակ կա ուրեմն պետք է մենք առաջի հերթին մեր շարքերը մաքրենք դավաճաններից որ պատերազմ աստված մի արածցե նորից եմ ասում ես չեմ ուզում պատերազմ մարդկանց մոտ թող այդ կարծիքը չձևավորվի թե ես պատերազմ եմ ուզում, ես պատերազմից դուժած մարդ եմ, ես տնիցս 2 հոգի եմ կորցրել։ Ես չեմ ուզում լինի, բայց եթե պետք է լինի, գոնե իմանանք ով ում է այդում պատերազմ, որ ես չմտածեմ, այդում եմ պատերազմ, բայց կասկած չունենամ այս մարդու վրա, որ կարող է այս մարդը դավաճան է, կարող անձի վերջի պահին դավաճանում է, ու էլի տանում է այս ամեն ինչը կործանում է։ Դրա համար
առաջնահերթ պետք է մենք մեր դավաճաններին հանենք ջրի երես, իրանց պատիժը տանք։ Հիմա օրինակ ասենց էլ բերեմ, ասենք Հայաստան խմբակցության անդամները միացել են այս կոչին, պատիվ ունեմը միացել է, բայց դա չի նշանակում, որ իրանց ապահովագրել են, որ վաղը մյուսօր, եթե այս քննիչ հանձնաժողովի նյութերը հրապարակվի, կրկնում եմ ամբողջությամբ, այս գաղտնիության ռեժիմը պետք է վերացվի, քանի որ դա տալիս է ինձ բավարար կասկածներ, որ դուք կոծկում եք պետական չինովնիկների կատարած հանցագործությունները, որը բերել է անդառնալի կորուստների։ Այսինքն դրա վրա արդեն գաղտնիություն չես կարա դնես։ Դու ոնց կարաս պետական դավաճանի արածքը գաղտնիության տակ փագես է, հա, չի կարելի։ Ուրեմն եզրափակեմ խոսքս։ Մեր պահանջը լինելու է տենց, ովքեր որ կմիանան, ես բոլորին ողջունում եմ, շնորհակալությունս հայտնում եմ եւ ասում եմ, բայց եթե ձեր հետին մտքում կա քաղաքական դիվիդենդներ, հիմիկվանից ասում եմ նախկինում եմ ասել, որոշ քաղաքական ներկայացուցիչներ այդ իմ ասածից նեղվել էին, դեմից ծաղից լարիչ, հիմա էլ եմ ասում, մենք քաղաքական դիվիդենդներ չենք ուզում, մենք արդարություն, ճշմարտություն ենք ուզում։ Այսքանով ես հիմա ասեցի։ Լսում եմ ձեզ։ Ովքեր են այդ դավաճանները, որ պետք է ջրի երես հանել։ Ուրեմն դավաճանները ես չի որ պետք է ասեմ, դուք ինչ ճիշտ հասկացեք, ես իմ իմացածը գիտեմ, ասենք անցած անգամ էլ հարց տվեցին լրագրողներից մեկը, անուն ես տվեցի, ասեցի, օրինակ այն, որ ասենք հիմա ես ինչ-որ բան չեմ անում էլ, ասենք այդ մարդը արդեն ռոզիսկի տակ է, ես այդ նա արդեն քննչական կոմիտեով հայտարարված է հետախուզման մեջ, դա պաշտպանության բանակի գեներալ Արուստամյան Կարենն է, որ ասենք այդ ճակատի պատասխանատուն է, բայց դե որ դավաճանություն է, ոնց եմ ասում, դա ես չեմ ասում մենակ, դա շատ նույն Նիկոլ Փաշինյանն էլ ասել դավաճանության մասին, իրանք էլ են ասել այդ ամեն ինչի մասին, նույն պաշտպանության նախարար շտաբի պետի տեղակալ Խաչատրյան Տիրանն էլ ասել այդ մասին, որ մենք պատերազմը պարտվել ենք դավաճանությամբ։ Հիմա, եթե այդ կարգի մարդիկ ասում են դրա մասին, էլ չեմ ասում, Նիկոլը ասեց, չէ, հազարավոր քրեական գործեր կբացվեն։ Դե հիմա մենք չենք ասում Նիկոլ գնա Քոչարյան արի, չէ։ Սաղդ մնացեք ձեր տեղերում, մեզի տվեք դավաճանների անունով, որ մենք իմանանք վաղը ընտրություն կա ովում հետայթում, վաղը Աստված մի արած է պատերազմ կա ովա քո թիկունքում, որ կարանանք իմանանք այս վիճակից ոնց ենք ելել։ Այսքանը։